Կենտրոն հեռուստաընկերության եթերում մեր եթերը շարունակում է ու ես միշտ ամեն տարի երբ որ մենք ամփոփում ենք, ես մտածել եմ, որոնք են օրինակ տարվա ամենապահանջված մասնագիտությունները ու գնալով այդ մասնագիտությունները, այսինքն թվով շատանում են, բայց կա մասնագիտություն, որը որ միշտ արդի է եղել, ու երիտասարդության կողմից շատ պահանջված է այն։ Դա DJ-ing-ն է, այսինքն ցավոք սրտի մեր իրականության մեջ շատերը մտածում են, որ կարելի է ընդհանրապես գնել նոթբուք ունենալ ամեն այն մատչելի ինչ-որ տեխնիկական հնարավորություններ եւ վերջ, ամեն բան պատրաստված կարող ես փոխել դնել օրինակ DJ ֆունկցիալ ու վերջ դու դառնում ես պահանջված DJ, ոչ, իմ կարծիքով դա մասնագիտություն է, սերներ, այո։ Պետք է քթածակ, ճաշակ, որակ ու այլ ինչ է պետք իմանանք մեր հյուրից, մենք որոշեցինք այո 2025-ի ավարտին նաև խոսել մեր քաղաքի ամենապահանջված, ամենակարգին, ամենաթույն DJ-ներից մեկի հետ եւ մեր հյուրն է DJ Ecstasy-ն։ Բարելույս, բարի առավոտ։ Լույս առավոտի։ Բարև ձեզ։ Ես ճիշտ ասած չէի սպասում, մենք կարողանանք քեզ կանչել, որովհետեւ DJ-ները կարելի ասել ապրում են չղջիկի կյանքով, հա, որ ամբողջ գիշեր դուք աշխատում եք եւ առավոտյան նոր կարողանում եք կամ ցերեկը կարողանում եք քնել։ Դե ոչ ամեն օր, բայց հա, մի քիչ դժվար է առավոտը զարթնելը, բայց ես չէի կարող չգայի ձեզ հյուր, որովհետև մեծ սիրով եմ եկել, շնորհակալություն, որ հրավիրել եք։ 2025-ը արդեն մոտենում է իր ավարտին ընդամենը մի 2-3 օր ու վստահ եմ, որ տարին անցել է կերծանաբեռնված, հաճելի, հետաքրքիր դժվարություններով, բարդություններով, ինչպիսին էր 2025-ը, օծի տարին, իր օծությունը արեց, թե չէ, շատ լավն էր։ Ինձ թվում է այս տարի ավելի լավ էր մնացած տարիներից, ավելի զարգացում ենք դեպի գնում, թե երաժշտական ոլորտում, թե հենց կոնկրետ DJ-ing-ի ոլորտում։ Մենք էլ մեր դերը փորձում ենք ունենալ դրա մեջ, մեր ակադեմիայով փորձում ենք ավելի զարգացնել, լավացնել, օգնել, ինչու՞ չէ նաև 26 թվականին ավելի մեծ գերեվա մեր արածի աշխատանքի արդյունքը, այո։ 2026-ին ես վստահ եմ, որ ինչպես որ 2025-ն էր, ես նաև նկատեցի, որ ձեր եւ ձեր ընկերների, գործընկերների մոտ շատ հրավերներ կային դեպի դուրս, այսինքն մեր DJ-ների պահանջարկը կարծես թե արտերկրում կա ու շատ մեծ է, ինչը ողջունելի է։ Այո, կա պահանջը կա, որովհետև շատ մեր հայրենակիցներ նաև դրսում են ապրում ու ցանկանում են այդ ոգին շունչը ոնց որ մեր քաղաքից տանել իրենց քաղաք, որտեղ ապրում են, բայց ես հորդորում եմ բոլորին, որ հետ գան, որտեղ մեր քաղաքը ամենալավն է, ես կարծում եմ, կարելի է գնալ հանգստանալ, բայց ինձ թվում է պետք է մի ժամանակ հետո հետ գալ, որտեղ այդ կարոտն ու շունչը, որ դու զգում ես ու ուզում ես քո մոտ գա, ինչի՞ չէ դու էլ կարող ես գալ հետ։ Լավ տարի էր։ Ես կարծում եմ 26-ը ավելի լավ կլինի։ Հուսանք։ Վստահաբար, դա Աստված։ Իսկ մեր երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր այսպես շատ ոգևորված ուզում են զբաղվել DJ-ing-ով, ինչ խորհուրդ կտաք նրանց են։ Առաջին նոթբուք առնելով։ Այո։ Նախ առաջի հերթին պետք է հասկանան, որ դա ուղղակի աշխատանք չի, դա արվեստին մի քայլ մոտիկանալն է, դեռ առաջի քայլը։ Ծրագրին տիրապետելը դեռ չի նշանակում, որ դու DJ ես։ Դեռ ցանկությունը քիչ է, պետք է դու կարողանաս սիրել նաև, հասկանաս ինչի ես ուզում դրանով զբաղվես։ Նախ դե բնականաբար բոլոր մասնագիտություններն էլ իր հոնորարը, իր աշխատանքը բերում է, ստեղծում է քո համար ավելի բարեկարգ կյանք, բայց առաջի հերթին պետք է դու նայես, որ զբաղվում ես արվեստով ու պետք է սիրես դա։ Նույն քո ասած փոքրիկ նոթբուքը կամ փոքրիկ պուլտը առնելով չի աշխատանքը լինում, այ պետք է մասնագիտացվես։ Օրինակ, եթե բերեմ իմ օրինակից, ես 6 տարի երաժշտական կրթություն ունեմ, սովորել եմ Սայաթ-Նովայի դպրոցում, հետո ավարտել եմ, հետո 6 ամիս պրակտիկա եմ անցել, համ սովորել եմ, համ պրակտիկա եմ անցել DJ-ing-ը, նոր փորձել եմ առաջի քայլերս անեմ իմ աշխատանքային ոլորտում։ Իսկ հիմա ոնց է լինում, այդ քո ասացի պես, Կարեն ջան, վերցնում են այդ նոթբուքը ու պուլտը ու տարբերություն չկա որ պուլտը, որովհետև քանի որ մասնակից ես, ամեն ինչից չես կարող օգտվել նրանից։ Ինչ որ մի բան ընտրում են ու փորձում են երգել play տալով, շարունակել իրենց գործունեությունը, բայց դա այդքան էլ տենց չի, դա երկար մասնագիտություն է սովորել, հասկանալ, եթերը չի բավականացնի, որ ես այդ ամեն ինչը հիմա պատմեմ, դրա համար կարճ ասած պետք է մարդը սովորի, մասնագիտանա, նոր արդեն ինքը գնա աշխատելու, հաստատ ինքը տարբերությունը իր վրա կզգա։
Մենք անում ենք մեր մոտ մեր Armenia DJ Ակադեմիայով զբաղվում ենք այդ ամեն ինչով, դա բիզնես չի, դա պրոյեկտ է մերը, որ փորձում ենք զարգացնենք, մեծ սիրով բոլորին կսպասենք, ովքեր որ կուզենան դառնան մասնագետ, կուզենան հմտություններին տիրապետել DJ-ինգի, կարող են գալ մեզ մոտ, մենք 0-ից ու ասեմ, որ դա ամենաբարձր մակարդակի վրա է արվում, միջազգային որակով ենք անում, այսինքն ինքը դպրոց չի, էլ ինքը ինստիտուտ է, որը որ երկար ինքը կարող է մեր հետ ճանապարհ անցնի սովորելուց հետո, ասենց ասեմ էլի։ Ամեն մի տարին ոնց որ ունենում է իր հիթերը, հա, կարող ես արդյոք նշել գոնե 3 հիթ, որոնք այս տարվա մեջ շատ պահանջված էին, կարա լինի մեր հայկական շոու բիզնեսի ինչ որ գործեր, կարա արտասահմանյան լինի ու ամանորյա կա ինչ որ մի 3 գործ որ կնշես, թեկուզ միքսեր, որոնք օրինակ մեր հեռուստահայտողները կարող են ավելացնել իրենց playlist-ում մեքենան վարելու ընթացքում լսել, կամ տարը, կամ իվենտներին, կամ կորպորատիվներին առաջկա, կամ նոր տարուն 31-ի վերջո, ինքերով միացնեն տժան։ Հասկանալի է, չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին, որտեղ ամեն մեկ իր ճաշակը ունի ու կարող է իմ թելադրած ճաշակը ինչ որ մեկին համապատասխան չլինի ու ինչ որ մեկն է եղանա որ չնշեցի իր մեր հայկական տեկուս շոու բիզնեսից ինչ որ մեկը։ Ես կարող եմ նշել, ես 2025 թվականի ընթացքում շատ իվենտների ու շատ DJ-ների playlist-ում նաև նկատել եմ օրինակ մեր շատ սիրելի ընկեր Ethno Colors-ի Kismet-ը, որը որ շատ սիրուն միքս տարբերակով շատ DJ-ներ մատուցել են։ Այդ կարող եք համարել որ կան այդպիսի գործեր, ես էլ եմ աշխատում հիմա նմանատիպ գործերի վրա, 26-ին դժվար հասցնեմ, բայց 27-ին արդեն հնարավոր է մի հատ տենց նոր տարվա լավ միքս լինի, ուղղակի այս տարի չեմ հասցնի, վերջացնեմ հաստատ, ու սենց ասեմ, ավելի շատ կոնկրետ իմ համար, իմ ճաշակով, հին երգերն է ավելի շատ ինձ դուր գալիս, այո, հին ռետրո գործերն է ինձ դուր գալիս, նորերից էլ կան լավ բաներ, ուղղակի տենց հին շունչը մի քիչ ուրիշ է, էլի ինձ համար, որտեվ ինքը չի վերանա երբեք, հիմա կան չէ երգեր, օրինակ որ մի հատ ինչ-որ երգ է լինում, մի ամիս հետո ուզում ես լսես, ասում ես ինչ ես լսում ես հին երգը, բայց ասենք ռետրոից, որը 80-ական, 90-ական ու ավել ժամանակահատվածում է ստեղծվել, միջև հիմա ակտուալ է ու նույնիսկ երիտասարդներն են լսում, ես շատ անգամ զարմանում եմ, էլի, որ հետ է գալիս էլի այդ ամեն ինչը դիաշտությունը հետ է գալիս։ Նորացվում է, փոխվում է բան, բայց հետո որ նորը օրիգինալը լսում են նորից հետո, այդ օրիգինալը ավելի շատ են հավանում մարդիկ։ Նոր տարին քո համար օրինակ ինչով ասոցացվում։ Մենք երևի հասակակիցներ ենք ու դու էլ այն սերնդից ես, ով տեսել է եւ մոտուցուր տարիներ, դժվարություններ ու այն որ մանդարին, չնչին ջերմություն, դա արդեն մեծ տոն էր մեր համար։ Օրինակ հիմա չնայած 21-րդ դարում ենք, մաքսիմալ ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ կա, բայց դու ես նկատել ու ֆիքսել, որ այն հին մուդը, ինչպես կասեն, նոր տարվա այլևս չկա, երբ որ սեղանն է նույնիսկ շատ առատ է լինում, բայց ինչ-որ բան բացակայում է։ Այո, ես կարծում եմ, որ ժամանակին ավելի շատ ա եղել այդ ամեն ինչը, որովհետև զբաղմունքները մարդկանց ավելի քիչ ա եղել։ Հիմա քանի որ մարդիկ ավելի զբաղված են, ավելի դրայվի մեջ են աշխատանքային եւ այլ, փորձում են մինիմալ քիչ անել այդ ամեն ինչը, որովհետև խանգարում է թե աշխատանքին, թե արդեն մի քիչ ուրիշ ձև են այդ ամեն ինչը նշում։ Բնականաբար մեր ժամանակով, երբ որ այդ նույն ասած մանդարինը կամ ձյունը որ նստում էր կարողանում էինք ձյան մեջ խաղալ ու թրջված տուն էին գալիս ոտքերը, բայց հիմա այդպես բան չկա, որտեվ կարելի ասել կոնկրետ Երևանում համարյա թե ձուն նորմալը այդպես չի նստում, էլի բարձր, որ կարողանան երեխեքը խաղան։ Բայց եթե նստել երեխեքի մեծամասնությունը սմարթֆոններում է։ Այդ շունչը կար այն ժամանակ, հիմա էլ մի քիչ ուրիշ տեղ է այդ շունչը, ավելի ոնց ասեմ, երիտասարդները ավելի զարգացած են մեծանում։ Փոքր արդեն տարիքից շատ բաների են տիրապետում, թե տեխնիկական թե բան, որ մենք էլ երեխա ժամանակ իսկի պատկերացում չենք էլ ունեցել, որ կարողա տեն ժամանակ գա ու օրինակ, չգիտեմ, ձնագնդիկը խաղանք ինտերնետով ինչ-որ մեկի հետ, օրինակ էլի։ Ինձ թվում է ամեն տարի էլ, երբ որ փոխվում է տարիների հետ, ավելի զարգացման հետ, ավելի հետաքրքիր է դառնում կյանքը։ Ինչքան էլ որ մենք հիշում ենք այդ լավ տպավորություններով, հաստատ մի 10-20 տարի հետո իրանք էլ հիշելու են այս ամեն ինչը լավ տպավորություններով, որտեվ դա էլ իրենց մանկությունն է եղել, թե սմարթֆոնը, թե մյուսը այդ տեխնոլոգիաները
հերոստատիտողները ու ավելի զարգանալով իրանք հիշելու են սա ու սա լինելու է սովորական արդեն մի 15-20 տարի հետո ուրիշների համար, ես կարծում եմ, էլի։ Դրա համար այդ զարգացումը անընդհատ լինում է ու երբեք ինձ թվում է պետք չի ասել, որ այն ժամանակ այս պահին ավելի լավ էր, որտեվ միշտ էլ լավ է։ Եթե դու ապրում ես, արդեն լավ է։ Եթե դու շարունակում ես ապրել, կարողանում ես քեզ աշխատանքով, ամեն ինչով կարողանում ես քեզ ապահովես, ուրեմն արդեն լավ է ամեն ինչ։ Ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողին։ Ես կմաղթեմ մեր հեռուստադիտողին, որպեսզի նրանք ճաշակով երաժշտություն լսեն, կուզենամ, որ այս տարի նրանց համար ամենալավ տարին լինի եւ ամենալավ տարիները լինեն այս տարվանից հետո։ Ես ինչքան գիտեմ, ձիու տարի է, չէ՞, լինելու։ Հրեղեն ձիու։ Հա, հրեղեն ձիու։ Ու ես ինչքան գիտեմ, շատ երկար տարիներ մեկ է, չէ՞, լինում ձիու տարին։ Այսինքն ինքը հազվադեպ տարի է ու կուզենամ մաղթեմ, որ ձիու տարին բոլորիդ բերի երջանկություն, հաջողություն, ձեր նպատակների իրականացում, կարևորը որ դուք լինեք սիրեք, սիրված լինեք, ներողամիտ լինեք, փորձեք հասկանալ մարդկանց եւ ամենակարևորը որ խաղաղություն լինի մեր երկրում ու երբեք էլ պատերազմներ չլինեն, ապրենք խաղաղ ու հանգիստ։ Շնորհակալ ենք շատ մեր հյուրներ DJ Ecstasy-ին, լավ հագեցած օր եմ մարդում եւ ընդհանրապես երկու օրից կամփոփենք 2025-ը, վստահ եմ որ 2026-ին արդեն կհանդիպենք եւ կքննարկենք միասին նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ, հաղթանակներ եւ թույն գործեր։ Շնորհակալություն ձեզ էլ հրավերքի համար։ Շնորհակալ ենք շատ։ Դե ինչ, կարծես թե մեր այսօրվա եթերը եւս կամած մոտենում է իր ավարտին, մնացեք մեզ հետ, բայց մի հեռացեք կենտրոն հեռուստաընկերության եթերից։